Իրանի հետ պատերազմի դադարեցման նախնական համաձայնագիրը ստորագրված է, հաստատել է Միացյալ Նահանգների նախագահը, նշելով, որ Թեհրանի հետ պայմանավորվածությունների մանրամասները կհրապարակեն շուտով։ Պատմական ձեռքբերման մասին Թրամփն անոնսել է Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը։ Շատ ուրախ եմ հայտնել, որ համաձայնագիրն ամբողջությամբ ստորագրված է, Հորմուզի նեղուցն էլ մասամբ բաց է։ Նավագնացությունը մասամբ վերականգնվել է ուրբաթ, ամբողջությամբ կվերաբացվի։ Այժմ Իրանի հետ լավ հարաբերություններ են, հիմա այդ երկիրը կառավարում են այլ ղեկավարներ, որոնք առավել խելացի եւ ուժեղ են։ Թրամփը վստահեցրել է, ձեռք բերված համաձայնությամբ Մերձավոր Արևելքում իրավիճակը փոխվում է եւ տարածաշրջանում դրական զարգացումներ են սպասվում։ Նա նաեւ հայտարարել է, որ համաձայնություն կա նահանգների գլխավոր կարմիր գծի միջուկային զենքի հարցում։ Նրանք ամբողջությամբ համաձայնել են եւ միջուկային զենք չեն ունենա։ Մենք հիանալի աշխատանք ենք արել։ Հուսով ենք լավ հարաբերություններ կստեղծվեն։ Սակայն եթե չհաջողվի, մենք կսկսենք ամենասկզբից, թեպետ չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի։ Իրանի հետ գործարքը հաջողություն կբերի աշխարհին։ Բացահայտելով 14 կետանոց համաձայնագրի որոշ դրույթներ, Սպիտակ տան ղեկավարն ասել է. այն պատմությունը, թե Ամերիկան Իրանին $300 միլիարդ է վճարում, կեղծ լուր է տարածված հիմար դեմոկրատների կողմից։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը տեղեկացրել է, որ Թրամփը կարող է հրապարակել Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի տեքստը մինչև հունիսի 19-ը, միաժամանակ զգուշացնելով, որ կարող են վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու ծովային շրջափակումը, եթե Թեհրանը չպահպանի պայմանները։ Վենսը մանրամասներ է հաղորդել պայմանավորվածություններից։ Առաջինը, այս գործարքը նշանակում է, որ Հորմուզի նեղուցն անմիջապես բացվում է։ Երկրորդ, համաձայնագիրն ապահովում է, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Մենք պետք է գնահատենք այն, որ նախագահը ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը։ Այս գործարքն իրականում ունի երկու ուղի։ Եթե իրանցիները երկարաժամկետ պարտավորություններ ստանձնեն, երբեք չվերականգնեն միջուկային ծրագիրը, նրանց կընդունեն համաշխարհային տնտեսական համակարգ։ Բայց եթե նրանք փորձեն վերականգնել միջուկային ծրագիրը, նրանք երբեք չեն ունենա դրա համար անհրաժեշտ ռեսուրսները։ Մենք վստահեցնում ենք, Իրանը ոչ մի դեպքում միջուկային զենք չի ունենա, եւ հիմա ամեն ինչ իրանցիներից է կախված։ Ըստ Միացյալ Նահանգների փոխնախագահի գնդակը իրանցիների դաշտում է։ Նախ ստորագրում, հետո բանակցություններ, ի պատասխան հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Ծրագրված է, որ ուրբաթ Շվեյցարիայում ճշգրիտ վայրը դեռ պետք է որոշվի, պատվիրակությունները կհանդիպեն։ Պատվիրակությունների ղեկավարները նախ կստորագրեն փոխըմբռնման հուշագիրը, այնուհետև կանցկացվի բանակցությունների առաջին փուլը։ Իրանի արտգործնախարարությունը կրկին ընդգծել է երկրի կարմիր գծերը, որոնցից մեկը Լիբանանում պատերազմի դադարեցումն է։ Այս փոխըմբռնման հուշագրում Լիբանանը հիշատակվում է 3 անգամ։ Պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, եւ Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելը հստակորեն նշված են։ Կասկած չկա, թե ինչ պետք է ներառվի այս համաձայնագրում։ Թեհրան-Վաշինգտոն պատմական գործարքը կարող է պայթել Թել Ավիվում, որքան մոտենում է համաձայնագրի ստորագրումը, այնքան խորանում է Իսրայելի ներքաղաքական պառակտումը։ Նեթանյահուի կոալիցիոն կառավարությունից մինչև ընդդիմություն դատապարտում են գործարքն, այն անվանելով ռազմավարական ձախողում։ Իսրայելի կառավարությունում հայտարարել են թույլ չեն տա համաձայնագրի ստորագրումը։ Նրանց կարծիքով Իրանի հետ ցանկացած գործարք աղետ է։ Համաձայնության մասին լուրի հրապարակումից հետո Բիբին հրատապ քայլեր է ձեռնարկում ամերիկացի պաշտոնակցին հանդիպելու համար։ Իրանի դեմ պայքարը չի ավարտվել։ Մենք պետք է շարունակենք զգոն լինել եւ պաշտպանել մեզ, երբ դրա անհրաժեշտություն լինի։ Թեպետ Բիբին նշել է, որ Վաշինգտոն-Թեհրան համաձայնագիրը Թրամփի որոշումն է ու լինում են դեպքեր, երբ Միացյալ Նահանգների նախագահի հետ տեսակետները տարբերվում են, այնուամենայնիվ Իսրայելի անվտանգության շահերը պետք է պաշտպանվեն իմաստուն եւ խոհեմ կերպով։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։